Գիտության ոլորտի ֆինանսավորման եւ նաեւ արդյունքների մասին խոսելիս պետք է ասեմ, որ արդյունքները արդեն տեսանելի են որակական մակարդակում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սարքավորումների տրամադրման առանձին ծրագրեր էինք սկսել եւ սա կապիտալ ծախսերը գիտության ոլորտում մի բան է, որը պետության կողմից երբեք սիստեմատիկ չէր արվել եւ կառավարության ծրագրի շրջանակներում է, որ ներդրվել է այս ծրագիրը, կառավարության ծրագրի շրջանակներում է, որ ներդրվել են ամենատարբեր դրամաշնորհային ծրագրերը երիտասարդ գիտնականների, կին գիտնականների տարբեր ուղղություններով աշխատանքների համար։ Մենք այսօր տեսնում ենք արդյունքները, որ մեր գիտության մրցունակության աճի տեսքով է առաջին հերթին։ Բոլորովին վերջերս վարչապետի հետ Երևանի պետական համալսարանում էինք, միայն Երևանի պետական համալսարանում շուրջ 3 միլիարդ դրամի ներդրում է արել պետությունը։ Մենք ստեղծել ենք այնպիսի լաբորատորիաներ, որտեղ կարող են արվել ամենաարդիական հետազոտությունները։ Դրանք հետազոտություններ են, որտեղ նախկինում մեր հետազոտողները այդ արդյունքները ստանալու, այդ ցուցանիշները ունենալու համար պիտի մեկնեին այլ երկրներ, պիտի փորձեին աշխատել այլ լաբորատորիաներում։ Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ մեր գիտնականները մնում են մեր երկրում անելու իրենց աշխատանքը եւ մեզ մոտ գալիս են նաեւ գիտնականներ դրսից։ Հենց այդ այցի ժամանակ մենք հանդիպեցինք մի քանի այլ ուրեմն երկրներից մեր մոտ ժամանած հետազոտողների, որոնք համատեղ հետազոտական աշխատանքներով արդեն իսկ կարևոր ուղղություններով որոշակի միջանկյալ ցուցանիշներ ունեն եւ դրանք նաեւ արտահայտվում են այն գիտական հրապարակումներով, հոդվածներով, որոնք որ միանգամայն խոսում են մրցունակության մասին, որովհետեւ գիտությունը միջազգային երևույթ է եւ նաեւ այդ հոդվածներն են, որ ցույց են տալիս գիտական պրոդուկտի ձևակերպվածությունը, ճանաչելիությունը, ընդունելիությունը գիտական հանրույթի կողմից։ Բայց ոչ միայն, այստեղ հաճախ մեզ ուղղվում են քննադատություններ, որ դուք խոսելով անընդհատ գիտության, մրցունակության մասին, խոսում եք միայն միջազգայնացման մասին եւ բաց եք թողնում հայագիտությունը, չեք մտածում այն մասին, որ գիտական ամսագրերը նաեւ տեղում պիտի զարգանան։ Այստեղ էլ ունենք լավ լուրեր։ Մենք նախորդ տարի նոր ծրագիր էինք սկսել, որը ուղղված էր նրան, որ մենք խրախուսենք եւ աջակցենք մեր հետազոտողներին հոդվածներ ու հրապարակումներ ունենալու, այդ թվում թարգմանություններին աջակցության, ինչպես նաեւ մենք մեր տարբեր կազմակերպությունների, որոնք ունեին այդ պոտենցիալը, խրախուսում էինք, որ իրենք ունենային միջազգային մակարդակի մրցունակ ամսագրեր, որոնք կգրանցեին այդ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Պիտի բոլորիս հայտնեմ այդ ուրախ լուրերը, որոնք եթե դեռ չեք հասցրել տեսնել, Երևանի պետական համալսարանը արդեն իսկ կարողացել է գրանցել նման ամսագիր միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում, այս ճանապարհին է նաև Մատենադարանը եւ օրերս ունեցանք նաև Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում գրանցված հերթական ամսագիրը եւ սա նշանակում է, որ մրցունակությունը ոչ թե սահմաններ է դնում հայագիտության եւ ընդհանրապես գիտության զարգացման համար Հայաստանում, այլ հակառակը ընդլայնում է սահմանները եւ ճանապարհ է բացում